Բարև ձեզ, օրվա լրահոսի կարևոր նորություններն է շարունակում ներկայացնել հորիզոն լրատվականը ապրիլի 16-ն է, հինգշաբթի։ Ազգային ժողովում այսօր շարունակել են քննարկել 2025 թվականի կառավարության ծրագրի կատարողականի մասին զեկույցը։ Վարչապետը եւ նախարարները հանդես են եկել ելույթներով, պատասխանել պատգամավորների հարցերին։ Խորհրդարանը այդ ընթացքում առաջին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է շուրջ 2 տասնյակ նախագիծ։ Ըստ վարչապետի, որոնք են եղել 2021-ից 26 թվականների կառավարության 3 ամենամեծ ձեռքբերումները։ Ամենակարևոր ձեռքբերումը համարում են բնականաբար խաղաղությունը։ Երկրորդ ամենակարևոր ձեռքբերումն ըստ Փաշինյանի առողջության ապահովագրության համակարգի սոցիալական ոլորտի բարեփոխումներն են։ Երրորդը պետական համակարգի ու բանակում իրականացված բարեփոխումները, իսկ որ ոլորտներում մեծ հաջողություններ չեն արձանագրվել եւ ինչի վրա պետք է կենտրոնանալ։ Երկու բան կնշեմ՝ ջրային ոլորտը եւ արդարադատության ոլորտը, որտեղ երկու տեղերում մենք մեծ խնդիրներ ունենք։ Եվ այդ խնդիրները կուտակված են, այդ խնդիրները չեն լուծվում։ Եվ Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը բխի ժողովրդից։ Սա լինելու է բացարձակ առաջնահերթություն ջրի խաղաղության հետ մեկտեղ։ Շարունակելով պատասխանել իշխող խմբակցության անդամների հարցերին, վարչապետը նշեց, այսօր խաղաղությունն է բերել տնտեսական զբոսաշրջիկների թվի, ինչպես նաև բյուջեի աճ։ Նա վստահեցրեց, որ 2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված խորհրդանի ընդդիմության հատվածի շարժը։ Գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը։ Գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից եւ զրկվում են։ Այո, իհարկե։ Ապա վարչապետը կեսկատակ, կեսլուրջ ընդդիմության ներկայացուցիչներին հետևյալ կոչն արեց։ Ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եւ չեք խանգարում դուք ընդհանրապես եկեք գրանցվեք գնացեք։ Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կավա բենզինը թանկացած է, չեմ ասում գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց, ինչպես կբնորոշի Նիկոլ Փաշինյանը հաջորդ մանդատը, որը քաղաքացիական պայմանագիրը առաջիկա ընտրություններին խնդրելու է ժողովրդից։ Միանշանակ այդ մանդատը կանվանեի խաղաղության մանդատ։ Խաղաղությունը ամեն ինչ է եւ խաղաղությունը սովորական դարձնելու մանդատն է այդ մանդատը։ Ապա Բաբկեն Թունյանը հանդես եկավ հարակից զեկույցով, ընդգծեց, որ կրթության ու գիտության եւ առողջապահության ոլորտներում աշխատանքները երկարաժամկետ ներդրում են մեր տնտեսության մեջ։ Կառավարության զեկույցի շրջանակում ելույթներ ունեցան նաեւ 3 նախարարներ, այս դեպքում Դավիթ Խուդաքյանը, Արփինե Սարգսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Նրանք մատնանշեցին իրենց ոլորտներում այն ձեռքբերումները, որոնք պայմանավորված են եղել կառավարության հնգամյա ծրագրով, նախանշելով պլանավորված անելիքները։ Այս ընթացքում խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման, ոսկերչության ոլորտի հարկային բեռի թեթևացման եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ եւս 17 նախագծեր։ Քվեարկությանը որոշակի բացառություններով մասնակցեց նաեւ ընդդիմությունը։ Ներողություն եմ խնդրում իրական ուղղակի հարգելի ընդդիմություն, բայց քանի որ ձեզ մեկ գրանցվելուց ենք տեսնում, մեկ քվեարկելուց, հիմա հարցնեմ, էլի։ Հիմա խմբակցությունով նստած եք, ձեր խմբակցությունում ձեր հետ նստած է Տիկին Էլինար Վարդանյանը, որը առաջադրվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակով, ու իրանք հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանին չեն պատրաստվում քվեարկել։ Հիմա ձեր խմբակցությունում քանի հոգի կա, օրինակ, որ հիմա ձեր կողքը նստած է ու չի պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին քվեարկել։ Ուզում եմ հասկանամ, գուցե Տիկին Էլինար Վարդանը միաժամանակ մտնում է եւ ձեր մենքի մեջ եւ պարոն Ծառուկյանի։ Սելյայնակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, որ չեք նայում, ոնց է գնահատականներ են չստում։ Ախր այս խելքին եք, որ այս օրինակ էլի, լուրջ եմ ասում։ Այս խելքին եք, որ հեսա անցողիկ շեմը չեք հաղթարելու, այ դրա համար է չեք հաղթար։ Հեսա ես ենթադրում եմ շուտով կտենաք ձեզ խի էին նկարում։ Իսկ թե ինչ էր նկարել վարչապետ Փաշինյանը, տեսանյութը րոպեներ անց տեղադրեց իր Facebook-յան էջում, հետևյալ վերնագրով. ընդդիմությունը շտապ վերադարձավ դահլիճ, ահա թե ինչու։
Երեկվանից խորհրդանում կառավարության զեկույցն են քննարկում, ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն։ Պատկերացնում եք։ Տիգրան Ուակիմյան, Հորիզոն։ Աշխատանքային այցով Ստամբուլում է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Ազգային ժողովի նախագահը մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Ալեն Սիմոնյանը վեաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, այսպես են հայտնում Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախնական տեղեկություններով ձերբակալված անձինք ուժեղ Հայաստան կուսակցության անդամներ են։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ապրանք է ներմուծել։ Ըստ այդ լրատվամիջոցների ներմուծման արժեքը կազմել է ընդամենը $960։ Արձագանքելով այս տեղեկատվությանը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ըստ մաքսային վիճակագրության տվյալների Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսայի մարմնի կողմից չի արձանագրվել։ Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցը արգելափակելուց հետո Իրանի իշխանությունները սպառնացել են փակել առևտրային ուղիները Կարմիր ծովում, Պարսից ծոցում և Օմանի ծոցում, եթե Միացյալ Նահանգները չվերացնի իրանական ավահանգիստների շրջափակումը։ Երկու կողմերի միջև բանակցությունները և հրադադարը շարունակվում են։ Իրանի բանակի շտաբի պետ գեներալ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակի շրջափակումը եւ սպառնա իրանական առևտրային եւ նավթատար նավերի անվտանգությանը, դա կնշանակի հրադադարի խախտման սկիզբ։ Նրա խոսքով նման դեպքում Իրանի զինված ուժերը չեն թույլատրի որևէ արտահանում կամ ներմուծում Պարսից ծոցում, Օմանի ծոցում եւ Կարմիր ծովում։ Աբդոլլահիի կողմից նշված ծովային տարածքները ներառում են տարածաշրջանի ջրային ուղիների զգալի մասը, սակայն իրանցի գեներալը չի նշել, թե որ երկրները կարող են տուժել այդ քայլից։ Մինչ Իրանը սպառնում է խաթարել նավագնացությունը այս 3 ջրային տարածքներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, իրենք լիովին ոչնչացրել են Իրանի նավատորմը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սակայն հայտարարել է, որ իրենց ստորաբաժանումները կարող են գաղտնի կերպով ականներ տեղադրել նավերի կորպուսների վրա։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ իրավիճակն ավելի կսրվի եւ միջազգային նավագնացությունն ու համաշխարհային տնտեսությունը լուրջ վնասներ կկրեն, եթե Եմենի հուսիտները, որոնք Իրանի դաշնակիցներն են, որոշեն վերսկսել հարձակումները Կարմիր ծովի իրենց ափով անցնող նավերի վրա։ Նման զարգացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ հատկապես Սաուդյան Արաբիայի համար, որը Կարմիր ծովի Յանբու ալ-Բահար նավահանգստով օրական մոտ 8 միլիոն տոննա նավթ է տեղափոխում։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է զենք չմատակարարել Իրանին, եւ այդ որոշումն ըստ նրա կայացվել է այն բանից հետո, երբ ինքը նամակ է ուղարկել նախագահ Սի Ցզինպինին, խնդրելով նրան դա չանել։ Չինաստանը շատ ուրախ է, որ ես ընդմիշտ բացում եմ Հորմուզի նեղուցը։ Սա անում եմ նրանց եւ աշխարհի համար։ Մենք միասին խելացիորեն եւ շատ լավ ենք աշխատում։ Միթե դա ավելի լավ չէ, քան կռվել է, բայց հիշեք, անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք շատ լավ կռվել, շատ ավելի լավ, քան որևէ երկիր։ Իսկ Չինաստանը ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը որակել է անպատասխանատու քայլ եւ հայտարարել, որ այն կարող է վտանգել հրադադարը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը միաժամանակ հերքել է նախկինում տարածված այն տեղեկությունները, թե Չինաստանը մտադիր է Իրանին մատակարարել նոր հակաօդային պաշտպանության համակարգեր, անվանելով դրանք լիակատար կեղծիք։ Հիշեցնենք, որ շրջափակումից առաջ չինական նավերը այն քչերից էին, որոնք կարողացան անցնել Հորմուզի նեղուցի շուրջ տեղի ունեցող զարգացումներից այն կողմ, կողմերը Պակիստանի միջնորդությամբ շարունակում են բանակցությունները։ Ալ-Ջազիրան փոխանցում է, որ գլխավոր վիճահարույց կետը մնում է Իրանի կողմից ուրանի հարստացման, սառեցման տևողությունը եւ երկրում առկա 440 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի պաշարը։ Ամեն դեպքում պակիստանցի պաշտոնյաները միջուկային ճակատում լուրջ առաջընթաց են ակնկալում եւ շարունակում են ուղերձներ փոխանցել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։
Կառավարման 1 տարին է ամփոփել Գյումրիի քաղաքային իշխանությունը, հաշվետվությունը ներկայացրել է քաղաքապետի տեղակալ Ավետիս Սարաքելյան, ով 2025 թվականի հոկտեմբերից Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո քաղաքապետի պարտականությունն է նաև կատարում։ 1 տարվա ուղիղ կեսը քաղաքը ղեկավարվում է առանց քաղաքապետի։ Ավետիս Սարաքելյանը ներկայացրել է քաղաքային տնտեսությունում կատարված աշխատանքներ ու ասել, որ կենտրոնական իշխանության հետ համատեղ աշխատանքը դեռ չի ստացվում, ինչի պատճառով բազմաթիվ ծրագրեր կամ ձախողվում են կամ ուշանում։ Քաղաքի կառավարման 1 տարվա կես տարին անցավ առանց քաղաքապետի, բայց բոլոր աշխատանքները քաղաքապետարանը պլանավորել է հիմնվելով Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրերի վրա։ Այն 5 տարիների համար գրված ծրագիր է։ Քաղաքապետին փոխարինող Ավետիս Սարաքելյանը առանձնացնում է Գյումրիում տարիներով ձգձգվող, խնդրահարույց համարվող ապօրինի շինությունների օրինականացման, շինթույլտվությունների տրամադրման գործընթացը, նշում, որ այժմ այն ակտիվ փուլում է, համեմատության համար բերում է թվեր, տվյալներ նախորդ տարիների վիճակագրությունից։ 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի ապրիլը ինքնական շինությունների օրինականացում սեփականության իրավունքի ճանաչմամբ 72-ն են եղել, 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլը 260-ը։ Այսինքն աշխատանքները կատարվել են եռագի քառագի անգամ։ Կարևոր շատ ծրագրեր ունեն, բայց դրանց մեծ մասը ժամանակին չեն մեկնարկում կամ չեն իրականացում։ Խոչընդոտ հանդիսացող գլխավոր պատճառներից է շինմրցույթների չկայանալը։ Ընկերությունները մասնակցության հայտեր չեն ներկայացնում, ինչպես դա եղավ մասնակցային բյուջետավորմամբ շների կացարանի կառուցման պարագայում։ Ըստ այդ մեր ծրագիրը չմեկնարկեց։ Հիմա այն փորձում են իրականացնել տեղական բյուջեով, եթե մրցույթով շահած շինարար գտնվի։ Քաղաքապետարանի պաշտոնյաներն ակնկալում են, որ այս անգամ մրցույթները դիտավորյալ չեն ձախողվի։ Արդեն քաղաքապետական շինության վրա կառուցվի, այսպես ասած, առաջվա տշնապուծական ֆաբրիկայի տարածքում գտնվող, այսպես ավելի իրենց առանձնացված կացարաններով։ Այստեղ միտումնավոր մեծ շինական աշխատանքների մրցույթների հետ կապված շինարարներին ուղիղ դիտավորյալ հետ են քաշում մասնակցությունից։ Մենք սա տեսնում ենք, որովհետև հնարավոր չի տվյալ շինարարական օբյեկտի նկատմամբ որևէ հետաքրքրություն չշարժել։ Քաղաքի բյուջեի գումարները նաև սոցիալական բնակարանների կառուցման նախագիծ ունեն հետևյալ տարբերակով՝ բուլվարային թաղամասի հանրակացարանային մասնաշենքը հիմնանորոգել եւ բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին հատկացնել։ Սպասում են շինարարի մրցույթի անցկացմանը։ Շուտով կհայտարարվի շինարարի մրցույթը, բուլվարային թաղամասում գործարանային սոցիալական բնակարանի վերակառուցում, մոտ 48 բնակարան, եթե չեմ սխալվում։ Իսկ բնակարանաշինական մյուս ծրագիրն այս տարվա սուբվենցիոն փաթեթում են ներկայացրել, որը դեռ հաստատված չէ։ Բուլվարային թաղամասում է հիմքից 0-ից կառուցվելու, հիմնական կառուցվելու երկու բնակարանների, բնակելի շենքերի կառուցապատման սուբվենցիոն ծրագրերն են, որը նույնպես նախագծերը արված է եւ մնացել է, որ կառավարության կողմից հաստատվի այս սուբվենցիոն ծրագրերը։ Եվս մեկ անգամ ասում են բարձրաձայն, ասված մի արածը, սոցիալական բնակարանաշինությունը չընդգրկեք, պարոնայք։ Դուք տեսնեք, այս 100 բնակարանը օրհասական 100 բնակարան է։ 1 տարվա ընթացքում քաղաքապետարանը ինչքանով հաջողվեց համագործակցել մարզային իշխանությունների հետ։ Գնահատականները հուսադրող չեն, հատկապես որ մի քանի օր առաջ Շիրակի մարզպետը հայտարարեց, որ Գյումրիում թիմ կառավարումը կարելի ասել տապալված է։ Այդ համագործակցության մասին որ հարց տվեցիք, մենք համագործակցում ենք մարզային իշխանությունների հետ, այո, բայց նրանք մեզ հետ ավելի սերտ համագործակցեն։ Ես խորհուրդ կտայի, որ մարզպետը փոխանակ նման օպիտ ու կոշտ պատասխան տար, նա պետք է ասեր, թե ինչով է աջակցել Շիրակի մարզում գտնվող խոշոր քաղաքային իշխանություններին որպես մարզային կառույց, որտեղ ինչ աջակցություն է ցուցաբերել, օգնություն է ցուցաբերել, որ մենք չենք կտունել կամ չենք կարել։ Հետոնոր ինքը թիրախավորել։ Փոսային նորոգումները, մարզադպրոցների, տանիքների, պատշգամբների վերանորոգումները այս տարվա ընթացիկ ծրագրերում են։ Բյուջեի ֆինանսական հնարավորությունները թույլ տալիս են ավելի շատ ծրագրեր իրականացնել, եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն։ 2025 թվականը փակել են սեփական եկամուտների հավաքագրման 95.5% ցուցանիշով։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։
Գյումրիի Բագրատունյա ծողակում, ինչպես նաև կենտրոնական հրապարակի որոշ հատվածներում ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ են։ Քաղաքի կենտրոնում անհետաձգելի հիմնանորոգումներն ավարտվելու են սեմ ժամկետներում։ Ծրագիրն իրականացում է կառավարության որոշմամբ ու ֆինանսավորմամբ։ Հրատապ միջին նորոգումները պայմանավորված են մայիսի 3-ից 5 Հայաստանում անցկացվող Եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների Գյումրի այցով։ Երրորդ օրն է Բագրատունյա ծողակից Սայաթ Նովա, Հաղթանակի պողոտա ու Գորգի փողոցներ երթևեկությունը փակվում-բացվում է։ Քաղաքային երթուղիները, սպասարկող ու մյուս բոլոր տրանսպորտային միջոցները շրջանցիկ փողոցներն են որոնում իրենց ուզած տեղը հասնելու համար։ Տասնյակ շինտեխնիկա է կենտրոնացված քաղաքի կենտրոնական հատվածներում։ Ասֆալտի շերտը օղակաձև այգու շուրջ բոլորով քերել հանել են։ Միջին հիմնանորոգումը վերաբերում է ոչ միայն Բագրատունյա ծողակին, նաև Գորգի փողոցի մի հատվածին եւ կենտրոնական հրապարակում ամենափրկիչ եկեղեցուն հարող փողոցին։ Քաղաքապետարանը նույն հատվածներում նախատեսել էր փոսային նորոգումներ, բայց քաղաքային իշխանության պլանները փոխեցին մայիսի 3-ից 5-ը Եվրոպական պատվիրակության Հայաստան այցի միջոցառումները, որի շրջանակներում սպասում են, որ Գյումրին էլ հյուրեր կունենա։ Փոսայինի փոխարեն կատարվող հիմնանորոգումն իրականացվում է կառավարության կողմից, իսկ հանձնարարականը փոխանցվել է մարզպետի աշխատակազմին։ Արտոստող շերտ են դնելու, որտեղ որ խնդիր ունեն։ Մետր 5 սանտիմետր ասֆալտ։ Քաղաքի կենտրոնական հատվածներով է հիմնականում սահմանափակվելու Եվրոպական պատվիրակությունների շրջայցը, իսկ կարկատած փոսերով հյուրեր ընդունել են մի քիչ տեղին չէր։ Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալը եւս այդ կարծիքին է։ 50 երկիր երևի թե ներկայացուցիչ է ուղարկել այդ գագաթնաժողովին, որոնք պետք են Գյումրի քաղաք։ Ու երևի թե ճիշտ կեղնի որ ավելի որոշ բարվոք վիճակ տեսնի։ Միջին հիմնանորոգումներն ընդգրկում են Բագրատունյա ծողակում եւ հարակից հատվածներում շուրջ 12000 մետր քառակուսի, իսկ հրապարակամերձ Չերազի փողոցի վերջնամասից մինչեւ Հասմիկ Կիրակոսյան փողոցը մոտ 3000 մետր քառակուսի մակերես։ Արագու հրատապ ծրագիրն առանց շինմրցույթի է մեկնարկել։ Շինարարը կապավոր ՍՊԸ-ն է։ Կոմունալ եւ շրջակա միջավայրի բաժնի պետի տեղակալը նշում է, ընտրվել է ուղիղ կառավարության որոշմամբ առանց մրցույթի։ Կոմունալ բաժինը ներգրավված է միայն օժանդակ աշխատանքներում։ Մեր մասնակցությունը ֆինանսական եւ այլ չկա։ Քաղաքապետարանը չունի այդ մասնակցությունը։ Քաղաքապետարանը ուղղակի ասենք ուղղորդող հնարավորություններին մասնագետներ է ուղարկել։ Այստեղ կարելի է, այստեղ չի կարելի, այստեղ էսպես եզրակարերի մոտ էսպես ծառների էտում, որովհետեւ այդ խոշոր տրանսպորտին չխանգարե։ Ընթացիկ նորոգումները շարունակել տվյալ ճանապարհահատվածներում անիմաստ է համարվում նոր ավելի լայնածավալ ծրագրի մեկնարկից հետո։ Բայց մինչև կառավարության որոշումը կոմունալը Բագրատունյա ծողակում ֆրեզավորում ու փոսալցում հասցրել էր անել, որը մնաց ասֆալտաշերտի քանդման տակ։ Ներկայացրել են գրավոր փաստաթուղթ, որ SS քանակի աշխատանքներ են կատարել, այսինքն մոտ 500 քառակուսի փոսանորոգվել է, մոտ 600 քառակուսի էլ ֆրեզ է կատարվել, այդ մնացորդները հեռացվել է, մաքրվել է, որովհետեւ նորից նորոգվի, բայց դատարեցրել ենք աշխատանքը կառավարության այս որոշման հետ կապված։ Բագրատունյա ծողակից ու կառավարության ծրագրով նորոգվող մյուս հատվածներից հանված ասֆալտի շերտը ուրիշ տեղերում է պետք գալիս։ Կոմունալ ծառայությունը հավաքում է, մշակում ու լցնում քաղաքի այլ փողոցների փոսերում։ Քանդած ու վատ վիճակում փողոցները շատ են, բայց առաջնահերթ վերամշակված ասֆալտը տարվում է Շիրակացի, Անի եւ ավստրիական թաղամասերի փողոցներ։ Անի թաղամասի փողոցներն իրենց նրբանցքներով ու բակերով հիմնանորոգելու խոստումների հերթական փուլն է սկսվել։ Փողոցաշինական մեծ ծրագրի նախորդած տարիներով եկած խոստումը հասել է 2026 թվական։ Անիի բոլոր բնակիչներին մի 3 ամիս առաջ ասել են, որ մի քանի ամիս էլ սպասեք, հաշվարկել են, որ սպասելու ժամկետը մինչև սեպտեմբերն է։ Ով չուզոր իա կինմերուտը մակուերնի։ Թոզի մեջ խեղտանք, թոզերով, անձրենը, չերմոց, բարերով, արդեն է չարտիկ։ Ամբխիտար իրավիճակ է, չգիտեմ, սրա երկը ոնց է լինելու, ինչպես է լինելու, հասկանալի չի։ Էլի փողոցներ կան, որ այսպիսի վիճակում են, բայց ամենավտանգավորը շատ քանդված է, այս 50 թաղամասն է, եկել է պոլիգոներ ասված փողոց։ Նա էսի կփչանա, սարքե, կփչանա, ուսպես ես 13 տարի ստեղ կապրեմ, նույն պատմությունն է։ Շոֆերները սա նոր օրինակ դամոշնից եկա մինչև ստեղ խեժմարտ 10 անգամ ընկավ փոս։ Բայց ես ինչ կարամ ասել, մենք ինչ կարանք դնել։
Անի թաղամասից Ճարդուփշուշ ճանապարհը հասնում է Շիրակացի փողոց, որտեղ անցած տարվանից շինարարություն է ընթանում։ Փողոցի երկայնքով ու լայնքով փորման աշխատանքները կոմունիկացիոն ցանցերի անցկացման համար են։ Ինտենսիվ երթևեկությամբ փողոցը անհնար է փակ պահել, անանցանալի վիճակից ելքը փոսեր լցնելն է։ Կոմունալ բաժինը ծմրաննել է խիճ ավազային խառնուրդով փակել։ Հիմա էլ նույնը շարունակում է։ Ժամանակավոր հարթեցումները մեքենաների համար երկարատև է լինելու։ Շիրակացի փողոցի հիմնանորոգման պետական ծրագրի ավարտի ժամկետը 2027 թվականի հոկտեմբերն է։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Արշիլ Գորկի Նյու Յորք Երևան նոր ձեռքբերում խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկայի նկարչի անվերնագիր գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։ Տվյալ աշխատանքը կառավարությունը ձեռք է բերել շուրջ 31 միլիոն դրամով եւ այն հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել այս ձեռքբերման առիթով, նշել, որ Արշիլ Գորքին համաշխարհային կերպարվեստի հայկական ծագում ունեցող նշանակալի դեմքերից մեկն է։ Մենք այսօրվա միջոցառմամբ իրադարձությամբ մենք ուզում ենք եւս մի այսպիսի սիմվոլիկ ազդարարում անել այն մասին, որ մենք դուրս պետք է գանք եւ մենք դուրս ենք գալիս պանդխտության, գաղթականության ցիկլից եւ հայկական արվեստի ստեղծած քրիտիկական զանգվածը եւ մշակութային ժառանգությունը, քրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա առանձին վերցրած միջոցառում չէ, մենք վերջերս պատմության թանգարանում ունեցանք այսպիսի շատ կարևոր իրադարձություն, մենք Մատենադարանում արդեն 2 անգամ նշել ենք այդպիսի իրադարձություն, մենք ազգային պատկերասրահում այսօր նշում ենք այսպիսի իրադարձություն եւ իհարկե սա ամենակարևոր պետական եւ քաղաքական խնդիրն է, որը մենք լուծում ենք եւ թվարկումը նրա մասին է, որ սա առանձին վերցրած միջոցառում եւ առանձին վերցրած գործողություն չէ, սա քաղաքականություն է, որը մենք որդեգրել ենք եւ որտեղ մենք տեսնենք հնարավորություն, այդ հնարավորությունը օգտագործելու ենք հայկական ժառանգությունը, հայկական ծագման ժառանգությունը արվեստի, մշակույթի, Հայաստանի Հանրապետություն բերելու եւ որպես հարատև հանգրվան այդ արժեքների համար եւ սա լինելու է շարունակական։ Այժմ համար այսքանը, օրվա լրոսին հետևեք նաեւ մեր հաջորդ թողարկումներին։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոչակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։